500 կիլոմետրից ավել ճանապարհը ասֆալտապատվե։ Մոտ մի 50 մանկապարտեզ հիմնովին վերանորոգվել կամ վերակառուցվել։ Դա այն թեզերն են, որոնք մտցվում են ձեր աչքերը եւ գլուխները իշխող ուժի կողմից։ Արդյոք դա նշանակում է, որ իշխող ուժը լավ է աշխատում։ Ոչ, դա նշանակում է, որ իշխող ուժը դեռ փորձում է կատարել իր վերցրած պարտականությունները։ Եվ այդ ճանապարհները իրանց հոր ջեբից չեն ասֆալտապատում, եւ մանկապարտեզները իրանց երեխեքի բերանից կտրած փողերով չեն սարքում, այլ ձեր մեր վճարած հարկերից են սարքվում։ Եվ բացի հարկերից, այդ ամենը սարքվում է պարտքով վերցրած գումարներով։ Այո, էլի մեր հաշվին, քանի որ այդ պարտքերը մարելու ենք մենք, քանի որ իրանց ժամանակը բավականին արագ սպառվում է։ Ու իրանք դա զգալով, գնալով ավելի մեծ ու մեծ պարտքեր են վերցնում տարբեր միջազգային տնտեսական եւ քաղաքական ֆոնդերից։ Իսկ ինչ է դա նշանակում մեր եւ մեր երեխաների համար։ Գյուղում, որտեղ կա 4 երեխա դպրոց հաճախող, կառուցվել է դպրոց, ծախսվել է գումար, դուրս են եկել ատկատներ, շինարարները ստացել են գումար, հնարավոր է եւ արդար են աշխատել, բայց այդ դպրոցը չի կատարում այն ֆունկցիան, որը պիտի կատարեր։ Գումարը մսխվել է, իսկ մենք դրա համար վճարելու ենք մոտակա 30 տարի։ Մոտ 12 միլիարդ դոլար դրված է Հայաստանի վզին, մեր երեխեքի վզին, ու այդ 12 միլիարդը բաժանած շնչով վճարվելու է ձեր մեր գրպանից։ Լավ եղեք եւ գալիք ընտրություններին հասկացեք ում եք ընտրում, ինչի եք ընտրում կամ ինչի չեք ընտրում։